Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է ընտապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր պարոն Արա Հակոբյանի հետ ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան մեր ավանդական զրույցն է եւ մենք կլսենք պարոն Արա Հակոբյանի վերլուծությունները անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ ես համաձայնացրել եմ եւ կուզենայի առաջինը խոսել Ալիևի խոսույթից, որը կարծես նպատակ ուներ էլի պրովոկացիա անել եւ ուրեմն գրգռել Հայաստանի ժողովրդի այսպես վերաբերմունքի նկատմամբ, չնայած խոսույթը կարծես թե ճակերտներում խաղաղ էր, իրենք պիտի վերադառնային իրենք պատմական հողերը ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Տեսեք, մենք բազմաթիվ անգամ այդ դրույթին եւ այդ ծրագրին անդրադարձել ենք թուրք-ադրբեջանական եւ ասել ենք, որ դա ընդհանուր Հայաստանը հատվյալ դեպքում արդեն ներսից գրավելու եւ հայկականությունը տարածաշրջանից դուրս մղելու ծրագրի կարևորագույն քայլերից մեկն լինելու, դա ադրբեջանցիների, այսպես կոչված, փախստական ադրբեջանցիների վերադարձնա իրենց էլի ճակերտներում հայրենիք, անունը Արևմտյան Ադրբեջան։ Եվ ոչ մի կերպ եւ ոչ մի պարագայում այդ ծրագրից Ալիևը թուրքական կողմը ընդհանուր առմամբ թուրք-ադրբեջանական կողմը հետ չի կանգնելու, որովհետեւ դա Հայաստանը կրկնվեն որպես գործոն տարածաշրջանում չեզոքացնելու հիմնական քայլերից մեկն լինելու։ Եվ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը կամ Հայաստանը այսօր տիրող կառավարիչները անդրադառնան այդ խոսույթներին, այդ դրա հետ կապված կազմակերպչական աշխատանքներին, որ դա ներքին ադրբեջանական լսարանի համար դա այդպես չի։ Դա այդպես չի, եւ ինչպես դուք ասեցիք, Ալիևը ասում է, որ մենք տանկերով, այս անգամ տանկերով չենք գալու, այլ գալու ենք մեքենաներով։ Բայց դրան զուգահեռ Ալիևի խոսքը զուգակցվում է ադրբեջանական տարբեր քաղաքական գործիչների խոսույթներով, սկսած արտաքին գործերի նախարարության խոսնակի եւ վերջացրած տարբեր падգամավորներ, որոնցից մեկը օրինակ падգամավորներից մեկը ասել է, թե Հայաստանը չի իրականացնի այն պահանջները, որ կա ադրբեջանական կողմի բանով հրահանգներով, ասենք ասենք կամ ակնկալիքներով, ապա մենք ուժ կգործադրենք, մասնավորապես անդրադարձել է նորից Զանգեզուրի միջանցք ասացին։ Ինչ են ուզում թուրք-ադրբեջանցիք։ Ուզում են, որ այն ինչ որ իրականությունում իմ կարծիքով, իմ խորին համոզմունքով նա քննարկել են եւ շարունակում են քննարկել Հայաստանի կառավարիչների հետ, դա նաեւ նստացնեն հայ հանրության ականջին։ Այսինքն հայերը այդ լուրի հետ, այդ տեղեկատվության հետ, այդ իրողության, հնարավոր իրողության հետ հաշտվեն, որ ադրբեջանցիք հետ են գալու։ Եվ այդ ադրբեջանցիք, ովքեր հետ են գալու իրենց հայրենիք, Արևմտյան Ադրբեջան։ Եվ այդ Արևմտյան Ադրբեջան կոչեցալ տարածքը, որ ադրբեջանցիք հետ են գալու, դա 300,000-ից 500,000, սկզբից 300,000 էր, այսօր արդեն դարձել է 500,000 մարդկային այդ գլխաքանակն լինելու։ Դրան ո՞նց են արձագանքում հայկական կողմի ներկայացուցիչները։ Փորձում են սրբագրել Ալիևի ասածները։ Փորձում են սրբագրել, ասելով, որ այն Ալիևը, որ ասում է Սևանը դա գյոլչա էր, ցարական Ռուսաստանի քարտեզներում, ամենք դե մի որ գնաք քարտեզները տեսնեք, ընդ հա գյոլչա էլ կա, Սևան էլ կա, բայց դա ինքը հո չէր ասում, որ Սևանը այսօր էլ է գյոլչա։ Հա որ հետ գնանք ավելի վախենում են ասեն, որ Հայաստան եղել է, Ադրբեջան չի եղել։ Նիկոլ Փաշինյանը ոնց որ տես միտքեր ուզում արտադրեց, հետո բան եղավ, շփոթվեց։ Ասեց, դե Հայաստանի Հանրապետությունն էլ չի եղել, Ադրբեջանի Հանրապետությունն էլ չի եղել։ Ինչ հանրապետության մասն է խոսքը, երբ որ Հայաստան երկիր է եղել, Հայաստան պետություն եւ պետականություն է եղել, ինչ Ադրբեջան։ Եվ
Եվ այդ համատեքստում նաև ստորացուցիչ շնորհակալությունները տարաբնույթ Ալիևին, որ մեծն Ալիև, շնորհակալ ենք շատ, շնորհակալություն չգիտեմ քանի անգամ ասվեց, քանի ամբիոնից եւ քանի ֆորումից, որ թույլ տվեցիր, որ Ցորենը հասնի Հայաստան։ Այսինքն այդ Ցորենը Հայաստան ոչ մի կերպ միջև այդ չէր հասնում, այս 35 տարվա կտրվածքով, երբ որ մենք բլոկադա ունենք, եւ այսօր մի քանի վագոն Ցորեն եկել Հայաստան, դրա համար բազմաթիվ անգամ շնորհակալ ենք ելնում, որ մենք ապաշրջափակման տիրույթում ենք։ Դա անելով հանդերձ Ալիևը ասում է, ձեր ապաշրջափակումը չի է։ Ես իմ արևմտյան Ադրբեջան երկիր Ցորենը ուղարկում, հետո մերում գալու են, այդ Ցորենից նաև օգտվում են, եւ այն ինչ որ կուղարկեմ նաև որ իրանք օգտվում են։ Այս համատեքստում ես ուզում եմ մի բան էլ ասել, որը կարծում եմ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանի այս կեցվածքը եւ ընդհանրապես մեր կապիտուլյանտ կառավարիչների կեցվածքը ունի իր մեջ նաև նպատակ Ալիևին միջազգային հանրության առջև ներկայացնելը որպես բարեգործ, բարերար, մարդ, որը ունի մարդկային բարձր որակներ, ինքը լուրջ կառավարիչ է, մարդ, որ հետ կարելի է գործ անել, մարդ ոչ միայն գործ անել, այլ մարդ, որը ազնիվ է եւ անկեղծ է, այսինքն Ալիևին մաքրում են այն արյունից, որ Ալիևի ձեռքերը միջև վերջ թաղված են, հայկական արյունից, Ալիևին մաքրում են ցեղասպան եւ մարդասպան լինելու այդ իրական բովանդակությունից, Ալիևին մաքրում են հայկական ամբողջ ժառանգությունը, այսօրվա Ադրբեջան կոչվածում Նախիջևանից սկսած մինչև Արցախ եւ ոչ միայն Արցախ, նաեւ Ելիզավետպոլ նախկին, այսինքն Գանձակ եւ այլն, ոչնչացումից մաքրում են Ալիևին։ Հակառակը Ալիևը հանդես է գալիս, որ ինքը Թրամփի նման խաղաղասեր խաղաղարար է եւ Նիկոլ Փաշինյանները տարաբնույթ դա հաստատում են։ Դրա ամենացայտուն օրինակներից մեկը եղել է 2 օր առաջ, ես ուզում եմ անպայման դրան անդրադառնալ, Թրամփի բանագնաց Վիտկոֆը ամերիկյան բիզնես ֆորում այսպեսի ձևաչափ կա, որտեղ հավաքվում են եւ քաղաքական եւ հասարակական եւ բիզնես, այսպես ասած, վերնախավի ներկայացուցիչներ, մեծ դահլիճ եւ այնտեղ լինում է հանդիպում որևէ հայտնի մարդու հետ, տվյալ դեպքում Թրամփի ընկեր եւ բանագնաց Վիտկոֆներ այնտեղ եւ հարցազրույցի ընթացքում բազմաթիվ թեմաների անդրադառնում, դրա վրա չեմ ուզում ծանոթանալ, բայց անդրադառնում են նաեւ նրան, թե ինչ առաքելություն ունի այսօրվա Թրամփյան կառավարությունը եւ այսօրվա Թրամփյան վերնախավ ամերիկյան իշխող, մասնավորապես այդ խաղաղասիրության եւ խաղաղության եւ խոսում է լավատեսության մասին, թե ինչ արդյունքներ կան եւ ինչքանով է դա որպես լավատեսություն կարելի է դիտարկել ամբողջ աշխարհի կողմից եւ այդտեղ բերում է ում օրինակ կարծեք Իլհամ Ալիևի բերում է Իլհամ Ալիևի օրինակը որպես առաքինի մարդ բառիս բուն իմաստով առաքինի մարդ ինչա ասում է երբ որ Ալիևը Թրամփի հետ Փաշինյանի հետ Թրամփն Ամերիկայում էր եւ հանդիպում էր Թրամփի հետ Թրամփը հարց տվեց Ալիևին թե եթե դու այդքան ուժեղ էր այդ 20 թվականի պատերազմի մասին է խոսքը, այդքան ուժեղ էր եւ այդքան բան ուներ, ռազմի դաշտում այդքան հաջողություններ ուներ, ինչի չշարունակեցիր պատերազմը, ինչի ավել չգնացիր, քան թե դու գնացիր, էլ այսինքն ինչի կանգնեցիր։ Եվ Ալիևի պատասխանը հետեւյալն է եղել, կրկնում եմ Փաշինյանի ներկայությամբ, որ ես վերցրել եմ մենակ այնքանը, ինչ որ իզնից վերցրել էին հայերը։ Այսինքն ես վերադարձրել եմ իմ հայրենիքի մասը։ Ավել ինձ պետք չէր։ Որտեվ ավել արդեն դա միջազգային տեսակետից կլիներ հանցագործություն։ Իսկ ես կատարել եմ իմ հայրենիքի նկատմամբ իմ պարտքը։ Դուք տեսեք ինչ Փաշինյանի ներկայությամբ Փաշինյանի մասին խոսք անգամ չկա, որ նա ծպտուն է անգամ հանել։ Այսինքն Ալիևը ծպտուն պետք է հանել։ Բայց շատ բարձ ծպտուն պետք է հանել, պետք է ասել, որ դա հայկական տարածքներ են, դա եղել է այս պատերազմները, եղել է միջև այս բռնաճնշումները, եղել է ցեղասպան գործողություններ, եղել է բլոկադա, այդ ամեն ինչ որ իրականում եղել է։ Բայց մենք ձեզ հետ գիտենք, որ նա դա չի։ Դե հենց այդ ախանդ, ով չի, Փաշինյանը դա
այդ ամենը գիտի, բայց դա իր նպատակը չի դրա մասին խոսելը։ Չնես չի որ նա դա չգիտի։ Նես չի որ դա չի ընդունում։ Կարող է իմանա, բայց չընդունի։ Չէ, ինքը չի կարող չընդունի, ինքը ասում է, չէ որ ցեղասպանություն եղել է, սա եղել է, նա եղել է։ Նա ասում է դա մոռանանք։ Դա մոռացության տանք։ Ինքը չի կարող ասի որ դա չի եղել, բայց ասում է դա մոռացության տանք։ Ուր գնանք հասնենք եսի մուր։ Այսօրվա իրական Հայաստանից ենք մենք խոսում, այսօրվա իրական իրավիճակից ենք մենք խոսում։ Եվ փաստացի իլուր աշխարհի Վիտկոֆը, որը բնական է լավագույն անձնավորությունը չի, տեսանք թե նա ինչ էր անում ռուս-ուկրաինական պատերազմում որպես բանագնաց, ինչպես էր կազմակերպում ռուսական բաները, կեղծ օրակարգերը եւ մատուցում Թրամփին եւ ամերիկյան վերնախավին, բայց դրա վրա նորից չծանոթանանք։ Վիտկոֆը իլուր աշխարհի շատ մեծ ֆորումում Ալիևին ներկայացնում է որպես առաքինի մարդ եւ որպես statesman, այսինքն որպես օրինակելի պետական գործիչ։ Դուք հասկանում եք ինչա կատարվում, այսինքն այն ամենը ինչ որ մեր հետ կատարվել է վերջին առնվազն 150 տարվա կտրվածքով, ցեղասպանությունները, հայրենազրկումը, այդ թվում Ադրբեջանում, այդ թվում 18-ից 20 թվականի Ադրբեջանում եւ 88-ից մինչեւ հիմա Ադրբեջան պետության շրջանակներում, ել չեմ խոսում Թուրքիայի մասին եւ Օսմանյան կայսրության մնացած տարածքներում, այդ ամեն ինչը մաքրազերծում է Նիկոլ Փաշինյանը եւ գործող Հայաստանում գործող իշխանական վարչակարգը։ Մաքրազերծում է աշխարհի արչեւ մեր պահանջատիրությունը դարձնում է առոչինչ, ավելին մարդասպաններին, տվյալ դեպքում Ալիև մարդասպանին, ցեղասպան Ալիևին դարձնում է աշխարհի արչեւ մաքուր պետական օրինակելի պետական գործիչ առաքինի մարդ։ Այս կարգի ստորություն եւ այս կարգի ստորացում, ես չգիտեմ, ինչքան կարելի է այս ամեն ինչը մարսել։ Տեսեք, ես կարող եմ համաձայնվել ձեզ հետ Փաշինյանի հարցում, բայց ուզում եմ ընդգծել, որ մեր նախորդ ղեկավարները եւս իրենց չեն պահել որպես այդ տարածաշրջանում այսպես հայկական հզոր պետության հետևորդներ։ Հիշում ենք, որ հենց սկզբանե ուրեմն հռչակագրի մեջ ինչ-որ լղոզված ձևակերպում եղավ իր հաջորդության հետ կապված, հետո հիշում ենք պարոն Տեր-Պետրոսյանի պահվածքը այդ խնդրի շուրջը, երբ որ ինքը չի բարձրացանվում հայկական արգումենտները, այլ ուրեմն լռությամբ ընդունվում է միջազգային հանրության կողմից թելադրվածները առանց փորձելու նույնիսկ դրա հետ բանավիճել։ Նույն կերպ իրեն պահեց Ռոբերտ Քոչարյանը, նույն կերպ իրեն պահեց Սերժ Սարգսյանը։ Չէ որ դուք երբևէ որևէ հայկական պետական գործիչի էլ չեմ ասում նախագահի կողմից լսել եք արդյոք այն բոլոր արգումենտները, որում մենք անընդհատ այստեղ բերում ենք հայկական տարածքների, մեր ապրած ցեղասպանության, ուրեմն հայրենազրկման։ Տեսեք, ես ձեր ասածի հետ համաձայն եմ հետևել համատեքստում, որ եւ մի անգամ չի որ նորից մենք երկուսով քննարկելիս դրան անդրադարձել ենք, որ Հայաստանը տիրում է ապազգային, հակապետական, կորպորատիվ, աշխանական համակարգ, ընդհանուր առմամբ հակահայ, օտարի շահերը սպասարկող, եւ դա 35 տարի է տևում է։ Եվ ձեր ասածը հենց այդ բանը ձևի մեջ է։ Տեր-Պետրոսյան Լևոնից սկսած բոլոր մնացած կառավարիչներով մինչև Նիկոլ Փաշինյան, այդ տրամաբանությամբ են գործել հակահայ։ Եվ այդ հակահայկականությունը եղել է նպատակ։ Եվ այդ տեսակետից ամեն մյուս օրը, քանի որ զարգացումը բացասական նշանով է, ամեն մյուս օրը ավելի վատ է լինելու, քան դրա նախորդ օրը։ Հիմա վաղը ավելի վատ է լինելու, քան թե այսօր, եթե այս մղձավանջը շարունակվի։ Եվ այդ տեսակետից դուք ճիշտ եք ասում, ես կարամ դուք ասեցիք աշխբանը, մեր հռչակագիրը, որը ինքը վախեցածի հռչակագիր էր, հա, վախվորած հռչակագիր էր, հա, եւ մինչեւ այս պահը եկած ցախողված պետության արդեն փաստացի իրավիճակը։ Այդ ամեն ինչը կա, գիտեք, ես մի հատ դեր ասացի
նորից լույսի ներքո ուզում եմ մի հատ օրինակ բերեմ, ոչ այդքան օրդինար, ասենք ասենք։ Իմ մոտ բարբերաբար տպավորություն է ստեղծվում, որ մենք բոլորս գտնվում ենք մի հատ տրիլերում, որ դա մի հատ տրիլեր է, որի մեջ մենք գտնվում ենք, որտեղ մենք եւ դերակատարներ ենք եւ հանդիսատեսներ ենք, այդ տրիլերը իր բովանդակությամբ մղձավանջային է, այսինքն անընդհատ դու մղձավանջի մեջ ես, անընդհատ վտանգների մեջ ես, անընդհատ վախերի մեջ ես, բայց այդտեղ ամենակարևորը հետեւյալն է, որ տրիլերում եղած հիմնական հերոսների մեջ, որոնք այդ իրավիճակը անընդհատ առաջ են մղում, զարգացնում են կամ կառավարում են, բոլոր գլխավոր հերոսների մեջ մի հոգի գոնե դրական հերոս չկա։ Բոլոր հերոսները բացասական են։ Մենք այդպիսի մղձավանջային թրիլերում ենք գտնում, մեր կյանքը 35 տարի դրա վերաբերյալ է։ Ում էլ անուն տակ, որոնք որոշում ընդունող են եղել կամ որոշումների վրա ազդող են եղել, մի հատ դրական հերոս դրանց մեջ դուք չեք կարող ասել։ Եվ դա է ամբողջ խնդիրը եւ այո, Միջև Փաշինյանը եւ Փաշինյանից հետո, եթե իշխանական համակարգը շարունակ մատիրել Հայաստանը, եթե Հայաստան լինի իհարկե, դրանից հետո, ինչ-որ պահից սկսած, մենք լինելու ենք այդ հաշտվելու եք այդ իրավիճակի։ Բնականաբար ոչ, եթե հաշտվելի լինենք, այս խոսակցությունները չունենանք, պայքար չենք մղի այս ամեն ինչի դեմ։ Բայց չի կարելի նաեւ չառերեսվել այն դեպքերի զարգացման հետ, որին մենք ականատես շատ լավ, բայց հայկական արգումենտների բացակայությունը, հայկական զիջումները, այդ տեսեք փաստորեն հիմա իրական Հայաստանը դա ամենամեծ զիջումն է մեր թշնամիներին, որովհետև դա պարզապես ասում է, գիտեք ինչ կա, ես այլևս դες չեմ սպառնում, ես այս գծված տարածքից դուրս չեմ գալու, եկեք իրար հանգիստ տվենք, ինչպես ասում ես պարոն Փաշինյան։ Հիմա այս կտրվածքի մեջ կան մարդիկ, որոնք դատում են այսպես։ Ես կուզենամ դուք դրանց պատասխանեք անպայման։ Դատում են այսպես, հիմա մենք թույլ ենք, հիմա մենք չենք կարող դիմակայել թշնամուն, հետևաբար շատ խելոք քաղաքականություն է արվում, որ հիմա զիջվում է ամեն ինչ, օրինակ եմ բերում նույնիսկ Վլադիմիր Իլյիչ Լենինի Բրեստ-Լիտովսկում պայմանագրի այդ զիջման օրինակը, որ գիտեք, տեսեք, մարդը զիջեց տարածքներ, իրենց բաները եւ այլն, որովհետեւ խորհրդային պետությանը այն ժամանակ պետք էր ուժեղանա։ Եվ հետո ուժեղանալուց հետո սովետական միությունը դարձավ գերպետություն։ Հիմա էլ այդպես Հայաստանին պետքա խաղաղություն, պետքա զիջումներ, պետքա հնարավորություն, որ Հայաստանին ձեռք չտան մի որոշ ժամանակ, մինչև Հայաստանը կարողանա ուշքի գալ։ Ինչ կպատասխանի։ Մի քանի կարևոր բան։ Առաջի բանը այն, ինչին արդեն անդրադարձանք, Հայաստանին հանգիստ չեն թողել ու չեն թողնելու։ Նույն Ալիևը, այս ինչ որ մենք անդրադարձանք, որ 300 մյուս փուլում 300,000 կամ 500,000 կարևոր չի, հարյուրավոր հազարներ ադրբեջանցիների մուտք դեպի Հայաստան կամ իրանց ասած արևմտյան Ադրբեջան, իրանք դրան հետամուտ են լինելու։ Ներողություն մի բան եմ ուզում հասկանամ, դուք ասացիք, որ հայկական կողմը լղոզում է, սրբադրում է, ասում է, այսպես եք հասկացել, բայց մենք ձեզ հետ միասին գիտենք, որ քանի որ ուրեմն Կասպից ծովի արևմտյան մասը ինքը երբեք այդպես միշտ եղել է տարբեր պետությունների մաս եւ այդ մասերում այդ թվում նաեւ Հայաստանի մաս, ես նկատում եմ ներկայիս Ադրբեջանի տարածքը։ Այնտեղ ապրել են բազմաթիվ հայեր, որոնք տեղափոխվել են նաեւ այն ժամանակվա ուրեմն կարևորագույն քաղաքներից մեկը Բաքուն եւ այլն։ Եվ մենք գիտենք, որ այնտեղից հայեր եկել են Հայաստան առնվազն 2 կամ 3 անգամ ավելի շատ, քան այստեղից ադրբեջանցիներ են գնացել Ադրբեջանի տարածք։ Ինչու հայկական կողմը, երբ որ Ալիևը խոսում է ադրբեջանցիներով լցնելու վերադարձի մասին, չեն հավասարեցնում իրավիճակը, ասելով, որ գիտեք ինչ կա, եթե վերադարձ, ուրեմն մեր
արցախցիներն էլ պիտի վերադառնան, մեր Բաքվի ժողովուրդն էլ պիտի վերադառնան։ Այդ ձեր հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը։ Դուք նախորդ հարցին ես ամբողջական պատասխան չտվեցի, բայց այս հարցին պատասխանեմ, հետո կանադառնամ նախորդ հարցին։ Այդ ձեր հարցին, այս երկրորդ հարցին պատասխանում է, չէ՞ Նիկոլ Փաշինյանը։ Ուղիղ տեքստով ասում, ինքը ասում է, այս համարում եմ, որ այդ արտագաղթածների վերադարձը դա կխանգարի խաղաղության օրակարգին։ Ես դրան դեմ եմ, ասում է, չէ՞։ Այսինքն ինքը ասում է, որ դեմ է նաև որ ադրբեջանցի կան Հայաստան, Ադրբեջանը շարունակում է պնդել եւ պնդելու է մինչև վերջ։ Բայց ինքը դեմ է, այսինքն ինքը պնդող չի, որ հայերը գնան հետ, այդ թվում Արցախ։ Ինքը դեմ է դրան։ Ինքը ուղիղ տեքստով ասում է, որովհետև դա կխանգարի խաղաղության գործընթացին։ Իսկ խաղաղության գործընթացը եւ խաղաղությունը ինքը իրենով այն միակ երաշխիքն է մեր անվտանգության։ Սա Նիկոլ Փաշինյանի հայեցակարգային թեզը, որը կործանման թեզ է, որը կապիտուլյացիան թեզ է։ Այսինքն խաղաղությունը ինքը իրենով առանց համարժեք ապահովման, ռազմական ապահովման, տնտեսական ապահովման, անվտանգային այլ չափանիշներով ազգագրական ապահովման եւ այլն, ինքը խաղաղություն չի, որովհետեւ այդ խաղաղությունը այդ դեպքում դառնում է թղթի կտոր ուժեղի ձեռքում, որ պահին ուզենա ինքը այդ խաղաղության թղթի կտորը կգցի մի կողմ եւ կկատարի իր գործողությունները։ Սա է որ չի կարա դա Բրեստ-Լիտովսկ կամ ինչ-որ ցնդաբանություններ նմանատիպ համեմատություն տարվի։ Հայաստանը ժամանակ չի շահում դրանով։ Հայաստանը ժամանակ չի շահում, այդ ժամանակը շահում է Ադրբեջանը, որտեղ Ադրբեջանը շարունակում է ուժեղանալ, իսկ Հայաստանը շարունակում է թուլանալ, բոլոր իմ թվարկած չափանիշներով։ Եվ այդ խաղաղությունը չի լինելու պարզապես, որտեղ ադրբեջանա-թուրքական ծրագիրը թուրանական, պանօսմանական, այսօրվա համապատասխան զարգացումներով, թուրքական պետությունների կազմակերպության զարգացումով եւ այլն։ Դա հետեւյալն է, որ այդ թուրքական գոտին պետքա լինի առանց խոչընդոտների։ Տվյալ դեպքում այսօր առաջնային խոչընդոտ մնացել է հայկական այս ճակերտներում արդեն սեպը, որը պետքա վերացնել։ Ուրեմն ես ուզում եմ այդ միտքը շարունակել, ինչու՞ չի ասում դուք պատասխանեցիք, բայց թվում է թե խելամիտ, երբ որ ուրեմն անգամ Թրամփի հետ այդ ստորագրելուց հետո ուրեմն Ալիևը շարունակում է Զանգեզուրի Միջանցքի խսույթները եւ այլն, ցանկացած դիվանագիտական աշխատանքի մեջ պետք է ինչ-որ ձևով այդ խոսույթները հավասարակշռվեն։ Օրինակ մեր վերլուծաբաններից մեկը խոսում էր նրա մասին, որ մենք իսկ ինչու մենք չենք հակադարձում դրան, ասենք օրինակ երազք Պարսկաստան Միջանցքի մասին խոսելով, որ մեզ էլ դա է պետք, կամ ավելի հեռուն գնանք, մեզ պետքա ուրեմն համշենական Միջանցք դեպի Սևծով, այսինքն խնդիրը պետքա դուք դիվանագետ եք, ես դրա համար եմ դες։ Ախր հարգելի Տիգրան, դուք դատում եք ելնելով այն կանխավարկածից, որ ստեղ իշխանության են հայկական ուժեր։ Ախր այդ բանաձևը, որ ես շարունակ ձեր մոտ ամեն անգամ ասում եմ եւ շարունակելու եմ ասել, եթե անգամ դա ձանձրալի թվա, ասելու եմ։ Ի վերջո Հայաստանը տիրող իշխանական համակարգը հակահայ է եւ հակահայի տրամաբանության շրջանակում այն ինչ որ արվում է հասկանալի է։ Այն ինչ որ դուք եք ասում հասկանալի չի։ Որտեւ ձեր ասածը հայի տրամաբանության ներքո է, հայամետ տրամաբանության ներքո է եւ այդ տրամաբանության մեջ բազմաթիվ բաներ պետք է արել ասել, այդ ձեր ասած ամենափոքր բաներից մեկն է, որ պետք է սենց լինի կամ սենց պետք է լիներ կամ վաղը այսպես պետք է արվի եւ այլն, այն ինչ որ մի քիչ առաջ նորից քննարկեցինք։ Բայց քանի որ հակահայ է, այդ տրամաբանությունը հասկանալի է եւ աշխատում է, հակահայ է այդ տրամաբանությունը։ Շատ լավ, առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդից, ելի բարեկամներ մնացեք մեզ հետ, մենք շարունակենք մեր քննարկումը գովազդից անմիջապես հետո։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։
Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը Արա Հակոբյանի հետ եւ պարոն Հակոբյան, ես ուզում եմ հիմա մենք քննարկենք Թրամփի հերթական հերոսություններից մեկը հանդիպում միջինասիական երկրների ղեկավարների հետ եւ որոշ վերլուծաբանների կարծիքով Թրամփը փաստորեն մեկ քայլով կարողացավ Միջինասիան կտրել Ռուսաստանից։ Ես չգիտեմ դուք ինչ տեսանկյունից եք նայելու այդ հանդիպմանը, համեցեք ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, ինչա փորձում անել Թրամփը։ Բոլոր այն հանգուցային կետերում, որտեղ ամերիկյան ազդեցությունը նվազել էր եւ ավելացել էր ոչ այնքան ռուսականը որպես կանոն պահպանված, նվազող պահպանված ազդեցություն էր, այլ ավելացել էր չինական ազդեցությունը։ Թրամփը այդ աշխարհաքաղաքական տարածքները փորձում է դնել իր ամերիկյան ազդեցության ներքո։ Դա եղավ Մերձավոր Արևելքում եւ կարելի ասել հաջողեցին դրա դրսևորումները եղան հեռավոր արևելք իր այցելության ընթացքում, երբ որ եթե բանում Մերձավոր Արևելքում դեռևս իր նախորդ ժամկետում Աբրահամյան համաձայնություններ կնքվեցին, ապա հեռավոր Արևելքում այս այցելության ընթացքում կնքվեցին Կուալա Լումպուրի համաձայնություններ, որի ստորագրողները Մալազիան էր եւ երկու երկիրը Թայլանդը եւ Կամբոջան եւ ԱՄՆ-ն, որոնք Թայլանդն ու Կամբոջան ռազմական բախման մեջ էին, որը կանգնեցվեց ամերիկացիների ազդեցությամբ, եւ այդ համաձայնությունները նույնպես
համագործակցության պլատֆորմ են, որին Թրամփը կարծում է, որ միանալու են այլ հեռավոր արևելյան երկրներ։ Եվ այստեղ նույնպես նպատակը Չինաստանի հիմնականում ազդեցության նվազեցումն է ամերիկյանի ավելացմամբ։ Եվ չի կարելի ասել, որ հաջողության չի հասել, որովհետև մասնավորապես օրինակ Հարավային Կորեայի նախագահը, Հարավային Կորեան ավելի շատ սկսել էր հակվել դեպի Չինաստան, հիմա վերադարձ եղավ դեպի ԱՄՆ։ Ճապոնիայի մասին չեմ ասում, որ Ճապոնիայում ազգայնական աճ, ազգայնական վարչապետքին իմիջիալուց առաջի կինը եղավ ընտրվեց Ճապոնիայում, որը նույնպես շատ ուժեղ եւ ասունավետ հանդիպում եղավ, մասնավորապես երկուսով գնացին ամերիկյան բանի ավիանավի վրա եւ հանդիպեցին ամերիկյան զորքերի հետ, որոնք տեղակայված են Ճապոնիայում եւ ամերիկան հերթական բանը աջակցության քայլ արեց իդեմս Թրամփին, այդ թվում Ճապոնիային զենքեր վաճառելով։ Ճապոնիան սկսեց արդեն իր միլիտարիզացումը, դա շատ կարևոր փաստ է, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան դեմիլիտարիզացված էր եւ ընկած էր որոշակի բանի սահմանափակումների ներքո։ Հիմա այդ սահմանափակումները Ճապոնիայի վրայից ոնց որ վերացվում են։ Դա վերաբերվում է ընդհանուր հարավ-արևելյան Ասիայի եւ բանի հեռավոր արևելքի ամբողջ այդ կազմին, այդ թվում մի բան էլ կարևոր ասեմ եւ արդեն գամ Միջին Ասիային։ Այդ ընթացքում հանդիպում եղավ Հեքսետի ԱՄՆ արդեն պատերազմի քարտուղարի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարի միջեւ, որտեղ նույնպես ռազմական համագործակցության տարեր եւ բովանդակություն քննարկվեց։ Այսինքն այս ամեն ինչը Ամերիկայի բանի ներկայության էական ավելացումն է ի հաշիվ Չինաստանի ազդեցության։ Հիմա գանք Միջին Ասիա։ Միջին Ասիան մյուս խումբն է երկրների եւ մյուս աշխարհաքաղաքական տարածքն է, որտեղ Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանի հետ միասին, բայց Չինաստանի ազդեցությունը էապես մեծացել էր այս ընթացքում եւ Ամերիկայի ազդեցությունը փաստացի զրոացվել էր։ Բայց կար ձևաչափ 1+5 5 միջինասիական երկրները 1 Ամերիկան եւ այդ ձևաչափը վերաակտիվացվեց եւ ունեցան հանդիպում եւ այդ հանդիպումը Վաշինգտոնում եւ այդ հանդիպումը նորից շատ արդյունավետ էր մասնավորապես Ղազախստանի մասով Ղազախստանը ամենա զորեղ այդ միջինասիական երկրներից մեկն է տնտեսական եւ մնացած նաեւ հանքահունքային իմաստով Ղազախստանը այստեղ ուշադրություն եմ ուզում դարձնեք միացավ Աբրահամյան համաձայնություններին։ Ղազախստանը միացավ Աբրահամյան համաձայնություններին, այսինքն ինքը մտավ համագործակցության դաշտ մերձավոր արևելքի արաբական երկրների, Իսրայելի եւ ԱՄՆ-ի համակարգման ներքո։ Այսինքն Ղազախստանը քայլ արեց դեպի ԱՄՆ եւ այդ քայլը առարկայական էր բանի Չինաստանից, առաջին հերթին եւ Ռուսաստանից։ Մյուս բանը օրինակ Ուզբեկստանը։ Ուզբեկստանը այդ միջինասիական երկրներից ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է, 20 միլիոն է, թե ինչ, եթե չեմ սխալվում։ Եվ Ուզբեկստանը համաձայնություն եկավ ԱՄՆ-ի հետ, որ նա թվերը կարող է այդքան ճշգրիտ չասեմ, որ առաջի փուլում 30 միլիարդի կարգի գնումներ եւ ներդրումներ անելու ԱՄՆ-ն դոլար։ Եվ այդ 30 միլիարդը աճել է մինչեւ 100 միլիարդ։ Այսինքն Ուզբեկստանը, որը մյուս կարևորագույն հանգրվանային երկրներից, առանցքային երկրներից մեկն է Միջին Ասիայում, ինքը նույնպես տեսանելի քայլ արեց դեպի ԱՄՆ, ստանալով երաշխիքներ ԱՄՆ-ի կողմից։ Այստեղ ուզում եմ հիշեցնեմ, որ այդ միջանցք ասածը կամ այլ բառերով չինացիների բառերով ասած մեկ ճանապարհ, մեկ ուղի, մեկ գոտի ճանապարհը Միջին Ասիայով էր անցնելու։ Այսինքն հիմա դուք նա դիտարկեք, այս մեր trip հատվածը Ադրբեջան Միջին Ասիա եւ ԱՄՆ վերահսկողություն այդ թվում բաների ենթակառուցվածքների նկատմամբ այսինքն Չինաստանին Ռուսաստանի մասին չեմ էլ ուզում այլևս խոսել Չինաստանին որը Ռուսաստանի հիմնական երաշխավորն է այսօր Ռուսաստանի այսօրվա Պուտինյան Ռուսաստանի գոյության հիմնական երաշխավորն է Թրամփը դնում է բաների ծանր պայմանների ներքո որպեսզի Չինաստանը գա եւ ԱՄՆ-ի հետ համաձայնություններ ունենա այն հարցերով, որտեղ իրանք ունեն սկզբունքային անհամաձայնություն։ Սա շատ կարևոր է եւ կարծում եմ, որ
աճ պահպանողականների այն քաղաքականությունը, որը վարվում է այսօր ԱՄՆ-ի կողմից, որը ի սկզբանե բոլորը կարծում են, որ իզոլյացիոնիստական է լինելու, բացարձակ տեսնում եք, որ իզոլյացիոնիստական չի, այլ ԱՄՆ-ը Make America Great Again, ԱՄՆ-ի ազգային եւ պետական շահը բոլորից համար դարձնում են հասկանալի, որ դա արտաքին աշխարհի հետ է այդտում եւ առաջին հերթին կապված։ Մյուս բանը, որ ուզում եմ դրան անդրադառնալ, Լատինական Ամերիկայում այն բաները, այն ճնշումները, որոնք կան Վենեսուելայի վրա եւ կան Կոլումբիայի վրա, նույնպես այդ նույն համատեքստում են, որտեղ Վենեսուելան եւ Կոլումբիան դրանք ձախ սոցիալիստական կառավարման երկրներ են եւ այդ ձախ սոցիալիստական կառավարման երկրները ունեն Չինաստանի նույն զորեղ ազդեցությունը։ Լատինական Ամերիկայում նույնպես ամերիկան փորձ անում։ Գրեթե պատերազմ կա։ Դա բանը հիբրիդային պատերազմ է, այո։ Դա հիբրիդային պատերազմ է, բայց դեռ մի բան էլ ասեմ, դա էլ է հետաքրքիր։ Ինչքանով որ Թրամփը ինքը ավտորիտար կեցվածքի, ես հաճախ ասում եմ մաչո պոպուլիստ, այդ կեցվածքի գործիչ է, սենց կանեմ, նենց կանեմ, իմ համար սահմանափակումներ չկան եւ այլն, այնուամենայնիվ եւ վտանգ կար եւ կա, որ ԱՄՆ-ի ձևավորված հակակշիռներով համակարգը պետական, կառավարման համակարգը, իշխանական համակարգը կարող է ոչնչացվի, ինչպես եւ ինքը ասում էր, ես դուրս եմ եկել պատերազմի խորքային պետության դեմ, հա, ինքը իր առաջնային կարգախոսներից էր, երբ որ գալիս էր իշխանության, հակադարձեց։ Շատ հետաքրքիր հակադարձում եղավ։ Անսպասելի կարելի ասել։ Եղան ընտրություններ Նյու Յորքի քաղաքապետի, որտեղ հանրապետականները պարտվեցին, ավելին ընտրվեց հնդիկ մուսուլման ծագումով, որը ձախ դեմոկրատ է, Թրամփյան անվանում է կոմունիստ։ Պարտվեցին նահանգապետի ընտրություններին Վիրջինիայում եւ Նյու Ջերսիում, պարտվեցին։ Ճիշտ է, դրանք որպես կանոն բաներ են, կապույտ այսպես կոչված դեմոկրատական նահանգներ են, բայց միշտ չի որ դեմոկրատներն այնտեղ հաղթել են։ Եվ պարտվեցին Կալիֆոռնիայում, որը նույնպես կարևոր էր, Կալիֆոռնիայի ընտրական քարտեզի վերաձևում եղավ, էլի ընտրությունների, այսինքն քվեի միջոցով, որտեղ հանրապետականները փաստորեն զրկվում են 5 տեղից սենատի եւ բանի կոնգրեսում եւ բանը դեմոկրատները 5 տեղը շահում են, այսինքն որոշակի հակադարձում եղավ այն իմաստով, որ ճնշումը Թրամփյան, այսպես ասած, ավտորիտար բանի գործիքների շատ մեծ էր եւ սկսվեց որոշակի հավասարակշռումը, որը կարծում եմ ի օգուտ կլինի Թրամփյան, որի կողմնակի Թրամփյան չէ, աճ հանրապետականների, աճ պահպանողների քաղաքականության, որի կողմնակից եմ ես, ավելի արդյունավետ դարձնելու եւ MAGA-ի այդ ծայրահեղ դրսևորումները նվազեցնելու համատեքստում։ Մեր ժամանակը մոտեցավ այսօր ավարտին, մենք հաջորդ հանդիպման ժամանակ խոսենք եւ Սաուդյան Արաբիայի այցելության, եւ Սերժ Սարգսյանի ուրեմն հարցազրույցի եւ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի մասին, որը չմտան այսօր ֆորմատի մեջ, կարծում եմ, որ հաջորդ հանդիպման ժամանակ մենք կսկսենք մեր հաղորդումը դրանցից, եթե ավելի կարևոր բաներ չլինեն։ Եվ նաեւ կանդրադառնանք վաղվա այդ բանին, հերթական պատարագին կարգալույց հերթական քահանայի կողմից, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։ Այո, Նիկոլ Փաշինյանը այդ ավանդույթը ստեղծում է կարգալույց հոգևորականների մատուցած պատարագների նախապատրաստական աշխատանք է սկսել, ես արդեն ասել եմ դրա մասին, նոր Նիկոլ Փաշինյան աղանդի ձևավորման։ Խոսենք։ Շնորհակալություն պարոն Հակոբյան հետաքրքիր զրույցի համար, շելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։